Ինչ է ստացվում, այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, շատ ավելի մեծ մասշտաբներով ինքն է անում։ Նկատի ունեմ ընտրությունների կեղծում, բռնաճնշումներ։ Մեր տեղամասում ընտրախախտում չի եղել, բայց ընդհանրապես Հայաստանի մասշտաբով իհարկե եղել է անիրավի խախտողություններ, անիրավի ընտրություններ։ Ես կոչ եմ։ Հետո ինչ որ հայտարարեց կաշառք են տվել մնացած ընդդիմությունների իբր թե ղեկավարները, լիդերները, ես օրինակ ինքս ընտրել եմ ու մորուսեցել եմ իմ մտոք, բայց ես ոչ մի կաշառք չեմ վերցրել ու ես իրան կխնդրեմ այդ ղեկավարին նման արտահայտություններից զերծ մնա, ժողովրդին չզրպարտե։ Ես ինքս փող չեմ վերցրել, ոչ էլ փողի գաղափար է եղել, ոչ էլ առաջարկություն է եղել, ամոթ չէ, ինչի սուտ կխոսա։ Պարզ է, որ հավասար պայմաններում չէր, ընտրությունները իր սկզբանե իմ կարծիքով կեղծված է եւ չկա հավասար պայմաններ մասնակիցների համար որ ներկայանան։ Դուք մի հատ այնպես մի պատկերը, որ հմեկը տարին 12 ամիս մի խումբ մարդկանց միջոցով է միայն կառավարվում ու նրանք են ներկայանում հասարակությանը, բայց այդ կողմից մարդիկ է կամ մենակ 1-2 անգամ են ամեն մի 5 տարի մեկը առիթ ունենում, որ այդտեղ հայտնվեն։ Ուրեմն ինչ հավասար պայմանների մասին կա։ Ընտրությունները կեղծված գործընթաց է ի սկզբանե։ Ընտրությունները եւ ձեր ինձ գտավ ձայնագողություն եղավ հաստատ։ Որ Նիկոլ Փաշինյանն ասում էր ես ձեռս կկտրեմ քվեք չեմ կողանա, կամ իշխանությունների նախկիններին մեղադրում էր ինքը արա։ Ախսիացիախ ու ասենախո չի արել։ Եվ որ արեց նոր։ Ինչը։ Ձեռը կտրել է։